Անիտաս անունը, նախ Անիտասի գործերի մասին, որ Անիտասը արշավում է դեպի արևմուտք, ինքը գալիս է արևելքից, դեպի արևմուտք, գրավում է նույն Կապադոկիան, նույն այն տարածքները, որը նշում է Խորենացին Արամի վերաբերյալ, եւ ինքը այնտեղ թագավորում է Կուշար քաղաքում։ Երբ անդրադառնում ենք Անիտաս անվանաձևին, որը գրվում է Ա, Նի, Իտ, Տա վանկերով, ապա այդ Նի վանկը ըստ սեպագրագետների ունի նաև Ի կամ Իա նշանակությունը։ Եվ երբ որ դնենք Նի վանկի փոխարեն նրա մյուս տարբերակը Ի կամ Իա, ապա Անի անվանաձևը կդառնա Այ կամ Այա, որը նույնանում է հայ, մեր հայ ինքնանվան հետ։ Ինչ վերաբերվում է անվանաձևի Իտաս վերջավորությանը, ապա այն շատ տարածված էր հուրիական անձնանուններում եւ տեղանուններում։ Այդ ածանցը, վերջածանցը, մինչև այժմ գոյություն ունի նաև հայերենում, հայերեն անձնանուններում, տեղանուններում, ինչպիսիք են Արտիտ, Ասիտ, Տիրիտ, Անձիտ, եւ գրվել է փաստորեն նույն բանաձևով, ինչպես գրվել էր Դարեհի արձանագրության մեջ հիշատակվող Խալդիտա անունը։ Այս արձանագրության մեջ նշվում է, որ Բաբելոնում Արաքն անունով մի հայ Հալդիտայի որդին ապստամբում է Դարեհ արքայի դեմ։ Այդ հայը իրեն կոչում էր Հալդիտայի որդի, այս Հալդիտա նորից նշանակում է Հալդի որդի, Իտա, ազն, հայերեն ազն, զարմ, սերունդ, ժառանգ։ Այս պարագայում ևս ուրեմն Այիտաս անունը կդառնա Այազն, այսինքն հայի սերունդ, հայի զարմ, հայի ժառանգ, կամ հայկի սերունդ, հայկի զարմ։ Այս տեսակետը ամրապնդում է մի այլ փաստով, այն է, որ Անիտասի, որպես Անիտասի հայր, նշվում էր Պի Իտ Խանա անվանաձևը։ Այստեղ ևս վանկերը ունեն այլ արժեքներ, Պի վանկը ունի Պ արժեքը, Իտ վանկը ունի Էտ արժեքը եւ Պիտը դառնում է Պետ, այսինքն հնդեվրոպական մի նախաձև, որի հիմնական նշանակությունն է առաջնորդ։ Պիտ հա նա, այդ հա ա երկու ա է, որը տալիս է հայ, իսկ նան երրորդ դեմքի վերջացանց է։ Այսինքն Պիտ Խանա անունը դառնում է հայերի առաջնորդ եւ անշուշտ այստեղ խոսք պետք է գնա Արամի մասին, որտեղ Խորենացին ինքը հաղորդում է, որ Արամը մեր նախնիներից հայկից հետո ամենահայտնին էր, որի անունով օտարները մեզ կոչում են արմեններ եւ մեր երկիրը կոչում են Արմենիա, Արամի անունով։ Այժմ չենք կարող ասել, արդյոք այս վանկերի փոփոխությունները մտածածին էին, թե պատահական էին, այնուամենայնիվ այս տարընթերցումները ցույց են տալիս, որ Անիտասի տեքստը, այնտեղ գործող անձը, Անիտասը, որը հիմա կարելի է ընթերցել որպես Այազն, Այկազն, նրա մայրաքաղաք Կուշար, Մուշ քաղաքը, փաստորեն կապվում են, անմիջականորեն կապվում են հայ ժողովրդի հետ։ Մի փաստ ևս բերենք Անիտասի արձանագրությունից, որը վերաբերվում է պաշտամունքին։ Անիտասը նշում է, որ իր մայրաքաղաքում նա կառուցում է տաճար նվիրված Արևի աստծուն, Ամպրոպի աստծուն եւ մի դիցանուն է բերում առաջի տեղում, որը սկսվում է հալ գաղափարագրով, հալ սեպախմբով։ Ամպրոպի աստծո անվանումը եւ Արևի աստծո անվանումները նույնությամբ կրկնում են այդ աստվածների անունները Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում եւ առաջի անվան տակ հանդես եկող այդ աստվածանունը հալ սեպախմբով
փաստորեն վկայում է, որ այդ աստվածները, դրանք նույնական են Վանի թագավորության աստվածների հետ, թե իրենց անվանաձևով եւ թե հիշատակվող հերթականությամբ։ Այնուհետև Անիտասը հաղորդում է, որ նա կառուցում է այդ 3 աստվածների համար կառուցում է տաճարներ եւ ապա բերում է մի հետաքրքիր փաստ։ Նա նշում է, որ ինքը իր մայրաքաղաք է բերում բազմաթիվ վայրի գազաններ, առյուծներ, ընծառյուծներ եւ այլ վայրի գազաններ, վարազներ եւ այստեղ մենք մի զարմանալի զուգադիպություն ենք գտնում այդ արձանագրության տվյալների եւ Սասնա ծռեր էպոսի տվյալների Դավթի ճյուղի միջև։ Մենք հիշում ենք, որ Դավիթը վերականգնում է հոր կառուցած Մարութավանքը, նրա կառուցած որսատեղին, ապա իր պատանեկան շրջանում, հովության շրջանում նա Սասուն է բերում բազմաթիվ գազաններ։ Եվ այս սյուժեն այժմ հայտնի տվյալներով առկա է միայն Սասնա ծռեր էպոսում եւ Անիտասի արձանագրության մեջ։ Պետական մշակույթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն մեծ ազդեցություն է կրել հուրիական մշակույթից։ Առավելապես դիցաբանությունը, կենցաղը։ Հայտնի է նաև, որ խեթական արձանագրություններից մեծ բավականին մաս գրվել է հուրիերեն լեզվով, առավելապես դիցաբանական տեքստեր։ Հուրինները դա այն էթնոսն է, որը հայկական լեռնաշխարհի բնիկներն են եւ դա գրավոր վկայված է 3-րդ հազարամյակից եկող տեքստերով։ Այլ կերպ ասած, հուրինները դա նույն հայերն։ Այս տեսանկյունից եւս մենք փաստում ենք, որ խեթերը եւ հայերը, հուրինները, դրանք ազգակցական, մշակութային, լեզվական, սերտ ազգակցություն ունեցող ազգեր էին։ Որպես ամենի ամփոփում նշենք, որ երկրորդ հազարամյակի առաջի քառորդում տեղի ունեցած կարևոր դեպքերը, ինչպիսիք են կասիտների արշավանքը դեպի Միջագետ, ընդդեմ սեմիտների, հիքսոսների արշավանքը դեպի Եգիպտոս, ընդդեմ Շամշի Ադադի եւ Եգիպտոսի ազատագրման եւ խեթական թագավորության ծագման պատմությունը կապված են հայոց պատմության հետ, անմիջապես առնչվում են այն դեպքերին, որը նկարագրում է Խորենացին իր հայոց պատմության մեջ, այդ գործերը վերագրելով հայոց Արամ թագավորին։ Եվ տեսնում ենք, որ դա հայոց պետության, որպես առաջավոր Ասիայի հզոր երկիր, որը կարող էր կարգավորել առաջավոր Ասիայում պետական, ազգային հարաբերությունները, վերջ դնել բռնատիրությանը, այդ ամբողջը կապված է հայ ժողովրդի անվան հետ եւ հայ ժողովրդի պատմության փառավոր էջերից մեկն է։